Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է 670 միլիոն դրամի բռնագանձման պահանջով գործի քննությունը։ Գործով պատասխանողներն են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը։ Նիստի սկզբում դատարանը որոշեց շարունակել գործի քննությունը Յուրի Խաչատուրովի բացակայությամբ, արձանագրելով, որ նա պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել։ Օրվա առաջին քննարկվող հարցը կրկին վերաբերում էր լրատվամիջոցների կողմից դատական նիստի նկարահանմանը։ Նախորդ նիստերում դատարանը մերժել էր լրատվամիջոցների միջնորդությունը եւ նիստը միայն ձայնագրվել էր։ Լրատվամիջոցները դիմել էին դատարանին տեսանկարահանման եւ ուղիղ հեռարձակման թույլտվություն ստանալու համար, սակայն դատարանը հերթական անգամ չթույլատրեց տեսաձայնագրումը։ Տեսաձայնագրմանը նախ առարկեց դատախազ Նորայր Նազարյանը, ապա նրան միացավ նաեւ պատասխանող Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Ստեփանյանը։ Արմեն Գևորգյանի ներկայացուցիչ պարոն Կիվիրյանի կողմից ներկայացվել է դիմումը արտադրական կարգով, ինչի մենք պատասխանել ենք, ըստ էության մերժել ենք եւ կարծում եմ, որ նաեւ պարոն Կիվիրյանը կներկայացնի այդ մասով միջնորդություն, որոնք վերաբերում են ամբողջներ ձեռք բերելուն, իսկ ամբողջապես այդ ամբողջ գործընթացը ենթադրում է անձնական տվյալներ, որոնք նաեւ իրենց մեջ ունեն առանձին անձնական մասով բանկային տվյալներ, այսինքն մենք գործ ենք ունենալ նաեւ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունների, ինչով պայմանավորվածությունը ավարտել Այս որ կողմի ներկայացուցիչը առարկությունը հիմնավորում է առկա մտահոգություններով, որոնք կողմի գնահատմամբ օբյեկտիվ են։ Պատասխանող կողմի ներկայացուցիչները սակայն այս փուլում գաղտնի տեղեկություններին առնչվող հարց չեն տեսնում։ Նշեց, որ գաղտնիքի հետ կապված հարց ունենք, մենք դեռևս գաղտնիքի հետ կապված այս կարգությամբ որևէ հարց չունենք, որովհետև այո, մենք դիմել ենք, որպեսզի ստանանք այն փաստաթղթերի փաթեթը, որը որ տրամադրվել էր նախարարության կողմից, որը մեզ մի քանի օր առաջ ստացանք մերժումը, բայց դեռևս մենք այդ առումով միջնորդություն դեռ չենք ներկայացել եւ որ կներկայացնենք կամ քննարկման փուլում կգտնվենք այդ հարցի առնչությամբ, նոր կհասկանանք արդյոք այնտեղ ընդհանրապես առկա են բանկային ինչ-որ գաղտնիք թե ոչ եւ արդյոք առկա են դրամապահության ռեժիմի անհրաժեշտություն թե ոչ։ Այս պայմանությամբ, ինչպես նշեցի, քանի կա առարկություն, դրան մեր դիրքորոշումը դառնում է մի քիչ առարկայացու։ Կողմերի առարկություններով պայմանավորված նիստը հերթական անգամ միայն ձայնագրվեց։ Նիստի ընթացքում ի թիվս այլնի քննարկվեց պատասխանող կողմի նախորդիվ ներկայացված միջնորդությունը, հայցային վաղեմություն կիրառելու մասին, ինչպես նաև արդարադատության նախարարությունից եւ դատախազությունից լրացուցիչ փաստաթղթեր ստանալու վերաբերյալ միջնորդությունը։ Հայցադիմինքից կողմը ներկայացել է ուրեմն փաստաթուղթ, որից հետևում է, որ արդիր կան որոշակի փաստաթղթեր, որոնք որ հենց վերաբերում են այդ հանգամանքին։ Մենք դիմել ենք ճիշտ ասած այդ առումով արդարադատության նախարարությանը, որպեսզի տրամադրվի մեզ ուրեմն այդ փաթեթը, սակայն ստացել ենք մերժում, այդ փաթեթը չի տրամադրվել, չի փոխանցվել։ Այնուհետև նաև դիմել ենք դատախազությանը, որպեսզի դատախազությունը մեզ տրամադրի այն գրությունը, որը ներկայացված է դատարանում, դրանից արդիր փաստաթղթերը, որը նույնպես փաստացի ստացել ենք մերժում, թվագրված 10/07/2026 թվականին, նշում կատարելով, որ դրանք իրենց մեջ պարունակում են բանկային որոշակի գաղտնիքներ։ Խոսքը վերաբերում է պետական բյուջեից կատարված վճարումների վերաբերյալ նյութերին, որոնք հայցապահանջում ներկայացված են որպես գիծ ապացույցներ, սակայն փաստաթղթերը ներկայացված չեն։ Խոսքը բեռի մասին չի, հիմա եթե մենք օրինակ ինչ-որ միջնորդություն ներկայացնում ենք դատարանին կամ ինչ-որ նյութ ենք տալիս ու ասում ենք Իսկ դատարանին ներկայացնում ենք նաև 500 էջի վրա, այսինչ փաստաթուղթը դատարանը կընդունի դա մեզանից չի ընդունի։ Այստեղ խնդիրը մենք ոչ թե լրացուցիչ ապացույց ենք ուզում, այլ մենք ասում ենք դատախազությունը, որը ներկայացրել է հայցադիմումը, կից գրել է, որ կից ներկայացնում եմ այսինչ փաստաթղթեր, տվեք այդ փաստաթղթերը ծանոթանանք դրանց։ Այսինքն մենք լրացուցիչ ապացույց չենք ուզում։ Ըստ պատասխանող կողմի փաստաթղթերն անհրաժեշտ են հետագա միջնորդությունները ամբողջական ներկայացնելու համար։ Պատասխանողի ներկայացուցչի խոսքով պետբյուջեից կատարված վճարումները բաց տվյալներ են եւ այստեղ առկա չեն բանկային գաղտնիքներ։ Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ վճարման հանձնարարագրերում կան որոշակի տվյալներ, որոնք երրորդ անձանց տրամադրման ենթակա չեն։ Քննարկման արդյունքում ի վերջո դատախազ Նորայր Նազարյանը հայտնեց, որ պատրաստ է տրամադրել փաստաթղթերը, հակելով հնարավոր անձնական եւ բանկային տվյալները։ Հնարավորությունը մշտապես առկա է այդ մասը, պարզապես ինքը տեխնիկական բավականին այդ աշխատանքն է ենթադրելու հասկանալու։ Պարոն Նազարյան, բայց հնարավորություն
Այսինքն դուք չեք, դե կարծում եմ պարոն Կիվիլյանը երբ որ ձեզ դիմել է, օբյեկտիվորեն գուցե եւ այդ պահին չի մտածել, որ կան այնպիսի տվյալներ, որոնք բանկային գաղտնիք գուցե ենթադրել ու գուցե անձնական տվյալներ ենթադրել։ Հիմա դուք այդուհանդերձ նշում եք, որ թեև ժամանակատար է, բայց այդ օբյեկտիվ հնարավորությունը ունեք տրամադրելու։ Պարոն Նազարյան, հնարավորություն կա ռեալ տրամադրելու այդ ապացույցները փակված վիճակում պարոն Կիվիլյանից։ Հանդերձական այլ փակված վիճակում տալու հնարավորություն ունենք, պարզապես առանցքային ևս մեկ տեխնիկական գործառ, որովհետեւ պարոն Կիվիլյանը երկրորդ անգամ դիմում է ներկայացնում անբովանդակությամբ, մեզ է փոքր ժամանակ տրամադրելու, որպեսզի մենք կարողանանք նաև համապատասխան մուրաբաշական դասակցել։ Դատարանը բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը եւ ժամանակ տրամադրեց փաստաթղթերը ստանալու եւ ուսումնասիրելու համար։ Նիստը հետաձգվեց, հաջորդ նախնական դատական նիստը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 4-ին։ Հիշեցնենք, որ գործով նախորդ նիստերում եւս դատարանը մերժել էր իրավաբան Նեթի դատական նիստի տեսաձայնագրման եւ ուղիղ հեռարձակման միջնորդությունը։ Այդ ժամանակ դատախազ Նորարի Նազարյանն առարկել էր հղում կատարելով հրապարակումներից մեկի վերնագրին եւ պնդելով, որ այն իր գնահատմամբ չի արտացոլել նիստի իրական ընթացքը։ Դատարանն իր հերթին վկայակոչելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք վճիռներ նշել էր, որ մամուլը կարևոր դեր ունի իրավական պետությունում, սակայն դատական իշխանության նկատմամբ հանրային վերահսկողության պաշտպանությունը եւս հիմնարար արժեք է։ Միաժամանակ հարկ է նշել, որ իրավաբան Նեթը հետևողականորեն հրապարակում է իր տեսանկարահանած դատական նիստերի ամբողջական տեսագրությունները առանց մոնտաժի, ինչպես նաեւ դրանց տեքստային լուսաբանումը։ Ամբողջական տեսագրություններից հետո հրապարակվում է նաեւ դատական նիստը հատվածաբար, կից տեքստային մեկնաբանությամբ։ Այս տեսագրությունները եւ տեքստային մեկնաբանությունը հնարավորություն են տալիս հանրությանը սեփական գնահատականը ձևավորել դատավարության ընթացքի, կողմերի դիրքորոշումների եւ դատական նիստում տեղի ունեցած քննությունների վերաբերյալ։ Հենց այդ պատճառով բաց դատական նիստերի ամբողջական տեսաձայնագրումը ոչ միայն լրատվամիջոցի աշխատանքի, այլև դատական իշխանության հրապարակայնության եւ հանրային վերահսկողության ապահովման կարևոր երաշխիքներից է։